Առավոտյան խեղճ ու կրակ պոչը կտրած շունը, հա, լավ ապակիվել է, ոտքը էլ չի կաղում այդպես։ Անպայման ստիպում են խոսես։ Երեխա է, վազում է այն խեղճ նիհար շունն, ասում եմ ինչ արեք է շունը, միջև չես խոսում, բոլորը միայն երեխեքի անվտանգությունից են խոսում։ Սիրուն ջան, այս կողմի վրա արի հեսա, տեսնեմ ինչա դուրս գամ, մեքենա է գալի, գիր։ Թող ինձանից երեխայասեր չլինի։ Հեսա, բոբոներն էլ այնտեղ են հավաքված, հեսա, սպասի, ես կողմ արի, հեսա գիչնեմ քեզ կեր կտամ, նայել, ոտքը գրկող շունիկն է, սա նիհարիկն է, են պոչը կտրածն էլ շատ հաճախ այս կողմերն է լինում ու այսպես գնում, արի, արի տեսնեմ, ես քեզ միսիկներ տվեցի ահագին վերևից, սպասի հիմա կերել կտամ, դե կեր, սիրունս կեր գնա, մարդկանց ինչքան էլ բացատրում ես միևնույն է, բան չի փոխվում, չլինեն շները, չլինեն, վախենում, հա վախենում, սիրուն ջան, արի, կեր, սա է մնացել մինչև, սա կանեմ բուն բացեմ, նոր եմ վերցրել, ասում են սա լավ կեր է, չգիտեմ, էկոնոմների մեջ բավականին յուղային է երևում, տեսնենք, սա օնլայն եմ պատվիրել, որ մնացածի հետ բավականացնի մինչև շաբաթվա վերջ, արի դու սոված մնացիր,